Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության կառավարության շենքի դիմացից իմ շնորհակալությունը ուզում հայտնեմ Վերնիսաժի հարևանությամբ գտնվող ՀՀ կադաստրի կոմիտեի խորհրդատվական կենտրոնի գրասենյակի սպասարկման գրասենյակի առաջի պատուհանի աշխատակցուհուն իր սիրալի բարեհամբույր վերաբերմունքի եւ բարեխիղճ աշխատանքի համար ասված թույրան իր ընտանիքին, իր հարազատների, մտերիմներին եւ ազգիս հայոց պահապան լինի։ Ես դիմել եմ այդ նույն գրասենյակից Վերնիսաժի մոտի գրասենյակում հունիսի 2026 թվականի հունիսի 29-ին դիմել եմ կադաստրի կոմիտեին, որպեսզի կադաստրի կոմիտեի արխիվից իմ հողի պատկանող, իմ հողի վերաբերյալ բոլոր արխիվում գտնվող բոլոր փաստաթղթերը ուղարկեմ, որպեսզի ես նայեմ տենամ, թե ընդհանրապես ինչ է կատարվում, որը ինչից է սկսվել ու ինչ ընթացք է ունեցել։ Դիմել եմ ամսի 30-ին, հունիսի 30-ին, 29-ին դիմել եմ, 30-ին այդ փաստաթղթերը ուղարկել եմ, ուղղակի միջև ասամ այդ նույն գրասենյակը Վերնիսաժի մոտի լույս չկար, ժամը 3:30-ից միջև ժամը 6:18:00 սպասել եմ, լույս չի եղել, ստիպած այսօր 2026 թվականի հուլիսի 1-ին եմ եկել էլեկտրոնային այդ տարբերակով կրիչով ստացել եմ այն բոլոր փաստաթղթերը, որ կադաստրի կոմիտեի արխիվից ուղարկել էին ինձ։ Հիմա ես չգիտեմ այդ արխիվի բոլոր փաստաթղթերը, ընդ ես անգամ տեղեկանքում նշել եմ, որ ամբողջ փաստաթղթերն են ուղարկել, ես չգիտեմ հիմա այդ արխիվին գտնված փաստաթղթերում ինչ է կատարվում, ինչ փաստաթղթեր կա, դեռ չեմ հասցրել նայեմ, ուղղակի այդ աշխատակցու այդ բարեխիղճ աշխատանքը ինքան ինձ ոգևորեց, որ ես որոշեցի հրապարակայնորեն իմ շնորհակալությունը հայտնեմ ու անձամբ իրանել եմ շնորհակալություն հայտնել ու ասել եմ, որ Աստված տա, որ ձեր նման ձեզպես արժանապատիվ հայուհիները, աշխատակցուհիները մեր պետական համակարգից ու մեր հայազգից անպակաս լինեն։ Ես վերցրել եկել եմ, դրա համար եմ հիմա շատ ուղիղ եթերել եմ իմ շնորհակալությունը հայտնելու համար, բայց միևնույն ժամանակ օգտվելով առիթից ուզում եմ տեղեկացնել, որ ես դեռ չգիտեմ այդ ուղարկած փաստաթղթերում ինչ փաստաթղթեր կան, ինչ է կատարվել, ինչ է կատարվում, ես դեռ չգիտեմ, բայց մինչև այդ փաստաթղթերը ստուգելը ես հրապարակայնորեն հերթական ու անգամ ուզում եմ համապատասխան պաշտոնատար անձանց, մասնագետներին տեղեկացնեմ, ու նաև ինչու չէ, նաև նախազգուշացնեմ, որ իմ նպատակը ոչ թե մարդկանց պատասխանատվության ենթարկելը, պատժելը կամ աշխատանքից հեռացնելը ու ինչ-որ ձևերով վնասելն է, այդ դրանք չի, իմ նպատակը դա չի, իմ նպատակը իմ հարցի օրինական, արդարացի, ճշմարտացի լուծումն է, իմ տնամերձ հողամասի, սեփական հողամասի ու տան հետ կապված այդ խնդիրներին օրինական ճշմարտացի լուծումն է։ Հուսով եմ, որ ամեն ինչ նորմալ կլինի, եթե այդ համապատասխան պետական պաշտոնատար անձանց ու մասնագետներին ուղղակի հիմա ես ասում եմ,
օրդորում եմ, խնդրում եմ, նախազգուշացնում եմ, 6 ամիս շարունակ ես էդ եմ արել, հերթական անգամ խնդրում, օրդորում ու նախազգուշացնում եմ, որ եթե այդ արխիվում փաստաթղթերում ես պարզեմ, այսինքն եթե ինչ-որ թույլ իմացություններ կա, ուրեմն դրանք պետք է օրինական, մարդկային ձևով, արդարացի, ճշմարտացի ձևով այդ սխալները ուղղվի, եթե նույնիսկ թույլ իմացություն չի եղել, սխալմունք չի եղել, այլ միտումնավոր արված ինչ-որ խարդախ, տենց անօրինական գործողություններ ա եղել, էլի այդ նույն դեպքում ես խնդրում եմ, որ այդ նույն պետական համապատասխան պետական պաշտոնատար անձիկ, համապատասխան մասնագետները այդ ամեն ինչը, այդ անօրինականությունը վերացնեն։ Իմ խնդրանքը մենակ էդ է։ Ես ասում եմ, իմ խնդիրը իմ հարցի լուծումն է, օրինական, արդարացի, ճշմարտացի։ Ես նույնիսկ այն փաստացի սահմանների պահով, որ այդ խնդիրը կար 90 թվականից գոյություն ունեցող, ես նույնիսկ այդ փաստացի սահմանների պահն եմ մի կողմ դնում, իմ նպատակ ներկայությամբ իմ քայլերի այդ հարցի լուծման համար առաջին նպատակն է, որ այն ինչը օրինական սեփականության վկայականություն, նոտարի արքու վաճառքի պայմանագրով, որ ինձ է պատկանում, այդ դրանց սահմանների ճշտումը ու իմ տան դիրքի ուղումը, սենց ասեմ, որ պարզելի, իմ համար առաջին խնդիրը այն է այդ հարցի լուծման, որ սեփականության վկայականով ու արքու վաճառքի պայմանագրով իմ օրինական հողամասի սահմանները գանից ցույց տան, իմ տան դիրքը ուղղեն, որը որ 2008 թվականի բաց թողում է, ու նաև այդ թվականին իմ հողամասի հենապատերը 90 թվականից կառուցված հենապատերը ու իմ տան դիմաց այդ պլաշատկայի 2007 թվականին կառուցված այդ պատերի օրինականությունն է, հաշվառման վեր կալեն ու օրինականացին։ Այսինքն իմ խնդիրը հիմա այդ է, այն փաստացի սահմանները ես ասել եմ, ես ոչ թե հիմա եմ ասում, այլ ես դեռ մի 10-15 օր առաջ եմ ասել, որ այդ փաստացի սահմանների խնդիրը ես թողնելու եմ Եղեգնաձորում տեղի ունենալիք աշնանը տեղի ունենալիք համայնքապետի ընտրություններից հետո եմ ես այդ հարցով զբաղվելու։ Հիմա այդ ժամանակ էլ ես էլի շփուր չեմ անելու, փորձել եմ էլի մարդավարի ձևերով, կստացվի, չի ստացվի, այդ ում իր ձևերով, կեղծ ձևերով տվել են, թող մնա իրա, բայց վերև Աստված կա, ես վստահ եմ, որ այդ բոլորին պատժելու է։ Այդ ամեն ինչի համար, որովհետև հարամ բանը երբեք խոսքի որևէ մեկը այսքան վաղ չի վայելել։ Իսկ տվյալ պահին, եթե որևէ մեկ այդ փաստացի սահմանները իրանով անի, կնշանակի այդ իր համար հարամ ինչ-որ տարածք այդ է կոչվելու։ Իմ խնդիրը այդ է, ժողովուրդ ջան, որ իմ տամ այդ 960 ես արքու վաճառք եմ արել պայմանագրով, գնել եմ այդ իմ 960-ը պահպանեն, իմ տան դիրքը ուղղեն ու 90 թվականից 2007 թվականների բաները, այդ հենապատերը հաշվառման վեկալեն ու օրինականացնեն։ Իմ խնդիրը այդ է, ժողովուրդ։ Ես նորից եմ ասում, ես որևէ մեկին պատժելու կամ ինչ-որ պատասխանատվության ենթարկելու որևէ բան չունեմ, նպատակ չունեմ։
Ստեր մեր ոստիկան աղբերներն են կանած անայում են երև մտածում են եկել եմ միտինգ անեմ, բայց նման բան չկա։ Այդ փաստաթղթերը ես որ նայեմ ուսումնասիրեմ, ես մեր մոտ արխիվի ուղարկած նայելուն տենամ ինչա կատարում, ես փորձելու եմ Եղեգնաձորում այդ հարցին դիմեմ համապատասխան մասնագետներին, որպեսզի որակավորված մասնագետ ուղարկեն, որ առաջ այդ հարցին լուծում տան։ Իսկ եթե միջև ուրբաթ օրը այդ հարցին ինձ համապատասխան մասնագետ, որակավորված մասնագետ չտրամադրեն, այդ ժամանակ ես արդեն գրավոր դիմումով դիմելու եմ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար պարոն Սուրեն Թոմասյանին, ու դիմումը անձամբ ես երկուշաբթի օրը տանելու եմ կադաստրի կոմիտասում անձնելու եմ համապատասխան բաժին, ու այդ դիմումում ես խնդրելու եմ, որ ինձ աշխատանքային խումբ ուղարկեն Եղեգնաձոր, որպեսզի գան իմ օրինական սահմանները, ինչքան որ կա, նշահարում կատարեն այդ սահմանային կետերի, նշահարում կատարեն, իմ տան դիրքը դզեն ու այդ պատերը, որ ասում եմ, այդ աշխատանքային խումբը այդ պատերը հաշվառման վեկալեն ու օրինական կարգով այդ ամեն ինչի փաստաթղթերը տանես։ Ես դիմումում նշելու եմ, որ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար պարոն Սուրեն Թոմասյանի գրվելիք դիմումում, եթե հարցը հասնի դրան, ես նշելու եմ, որ այդ հողամասը ես 2007 թվականին եմ առել, ես ինչ համարի արտվաճառքի պայմանագրով, ես սեփականության վկայականներով, որ այսինքն ես նշելու եմ, որ հողը 2007 թվականի հուլիսի 3-ին տնամերձ հողամասը առել եմ, օգոստոսի 6-ին իմ մարտական ընկերների զոհվելու օրը ես շինթույլտվություն եմ վեկալելու այդ օրվանից իմ տունը կառուցել եմ, ընդեր նշելու եմ, որ 2008 թվին տունը կառուցելուց հետո դիմել եմ Եղեգնաձորի կադաստրի կոմիտե, որպեսզի գան այդ տունը հաշվառման վեկալեն, վերջը օրինական փաստաթուղթի սեփականության վկայական տան, ունդը նշելու եմ, որ եկել են չափագրումները, այդ ամեն ինչ կադաստրային այդ գործողությունները արել են, գնացել են, ես համապատասխան այդ ժամանակ վճարներ եմ վճարել, որ իրանց աշխատանքը կատարեն, ու մի ինչ-որ ժամկետ հետո ինձ սեփականության վկայական են տվել, տան գրքույկը, հողի գրքույկը, ուտեր նշել են, այդ տալուց հետո ես կադաստրի կոմիտեի աշխատակիցներին մեր մոտի հարցրել եմ, ամեն ինչ օրինական է, նորմալ է, այսն ինձ ասել են, որ այո, Սամո ջան, սա նորմալ է, օրինական է, գնա բարոխերով, առողջ ու երջանիկ քո սեփականությունը վայելի, բայց պարզվել է, որ 2008 թվականից հետո 18 տարի հետո հանկարծ ես պարզում եմ, որ հողամասի կետերը ես նորմալ չգիտեմ որն է, պարզվում է, որ տան դիրքը սխալ է ու այն պատերն էլ, որ 90 թվականից ու 2008 թվականին որ կառուցվել է, այդ պատերն էլ հաշվառման չեն վերցրել, դե ես խոսքի օրենք չեմ իմացել, բան չեմ իմացել, բայց կադաստրի աշխատակիցը իմ պատկերացմամբ ինքն հենց աշխատակից պետք է լինի, որ կայքի արկային աշխատակցի նման, այսինքն եթե միտեղ ինքը դերում է անօրինականություն, ինչ-որ մի անօրինական գործողություն է տեղի ունենում, ինքը պետք է կանխի այդ անօրինական գործողությունը, սա մի րոպե ժողովուրդ ջան, այդ ավտոբուսը ձերներ ոնց խանգարում են։ Կադաստրի աշխատակիցը իմ պատկերացմամբ պետք է աշխատակցի նման լինի,
հարկայինի, որ եթե մի անօրինական գործողություն տենում է, խոսքի հարկայինը ոնց է պետք է աշխատակիցը ինքը կանխում է, փորձում է այդ քաղաքացուն սկզբում օրինական ճանապարհները ցույց տա, որ դու պետք է օրենքով, եթե ուզում ես այս բանը անես, այս ձև պետք է անես, այսինքն նույնը կադաստրի աշխատակիցը, եթե միտեղ հողամասի կողքով անցավ կամ եկավ այդ հողամասում ինչ-որ կադաստրային գործողություններ արավ, այդ աշխատակիցը այդ ժամանակ ինչ պատ տեսավ, հենապատկելի, իշկելի, ինչ կապիտալ շինություն տեսավ, ինքը պարտավոր է արձանագրի, հաշվառման վերցնի ու հետո քաղաքացուն կանչեն տեղեկացնեն, որ թող ավտոբուսը գնա Ժողովուրդ ջան։ Պարտավոր է գա ինքը այդ ամեն ինչ արձանագրի, այդ կապիտալ շինությունը, պարտքելի, իշկելի, խոհանոց կելի, վերջը գարաժ կելի, իշկելի, ինքը պարտավոր է այդ ամեն ինչ արձանագրի, հաշվառման վերցնի ու քաղաքացուն էլ տեղեկացնի, հարկ եղած դեպքում նաև գրավոր տեղեկացնի, որ հարգելի քաղաքացի, ձեր այս կապիտալ շինությունը սովորությամբ համարվում է անօրինական, խնդրում ենք կամ օրինականացրեք կամ քանդեք, թե չէ օրենքի կառավարության այս ինչ օրենքի այս ինչ կետը համաձայն մենք կգանք քանդենք, բայց ինձ այդպես գրություն չունեմ, ու ասեմ ավելին, որ 2008 թվականին ինձ ասեն, որ ամեն ինչ նորմալ է, օրինական է։ Ես երբեք հող չեմ առել, այդ հողը առնելուց իմ առաջի անգամ եմ ես սեփական հող առել, տուն կառուցել, ես բնակելի տամեջ բազմահարկանի շենքի այդ բնակելի տամեջ եմ, Կվարտիրայի մեջ եմ ասած ապրել, ես խոսքի տեղյակ չեմ եղել, այդ խամ եմ եղել այդ ասած, նույնիսկ ընդ ինչ-որ գրքում հետա կադաստրի սեփականության հողի առաջի գրքում էլ, երկրորդ գրքում էլ ինչ-որ գծային չափսերի տարբերություն կա, բայց ընդ այդ նույն գրքում հողի չափ, ինչքան գիտեմ այդ տողում, հողի չափը, հողի չափը ընդ է գրված է, որ 960, բայց հողի այդ տունը, որ գնել եմ, այդ առաջի հողի սեփականության մեջ մի 10 քառակուսի ժամանակ անհետացել 960-ից, ու հետո որ տան գրքույկը անել եմ, մի 70 քանի քառակուսել այդ ժամանակ անհետացել, իմ արքու վաճառք կատարած այդ սահմանների չափից, ընդհանուր 86 քանի քառակուսի այդտենց անհետացել է, այսինքն եթե անհետացել էր, ուրեմն նշանակում է ես պետք է արքու վաճառք տարածել եմ, մեզ են, ես այդ պահով շխուրի չեմ արել, էդ էլ 2026 թվականի հունվարի բանը, այդ 16-ին եմ, որ ինչ-որ ենթադրություններ եմ ունեցել, որ իմ հողամասը այդ ինչ-որ բանը ինչի, այդ ժամանակ եմ չափել, հաշվարկել, նույնիսկ ChatGPT-ով ու մասնագետի դիմելով, ու պարզել եմ, որ ինչ-որ չափսեր է, գծային չափսը, իրանք գծային չափսը հաշվում ես, ինքն դե փոքր է ցույց տալի, բայց այդ նույն գրքում կադաստրի սեփականության վկայականի հողի չափսի տողում գրած է 960, այսինքն իրար չի համապատասխանում։ Ես մտածել եմ կարող է թույլ իմացություն էլ, ես սխալմունք եղել այդեն, ապրիլին ես իմ բանը նորնամուշի վկայական եմ անել, այդ էլ մեր գլխավոր ճարտարապետն է խորհուրդ տվել, ասել է Սամոյլ ջան, այն ժամանակվա բաներ է, այսեն մետրով են չափել, այսեն այդ գծագրությունը կարող է սխալմունք էլ այսեն, դու քո վկայականը որ նորնամուշի անես, ավտոմատ ինքը բերելու է դզի այսեն, ու այդ նույն վկայականը նորնամուշի որ անել եմ ապրիլին, Ըտե բերել է, իմ ընդհանուր մակերեսը չոտքի ցույց է տալիս են, այսինքն ես այդքան ինչի համար ասամ, ես վստահել եմ պետությանը, այսինքն ես գիտակցել եմ 2007 թվականին, որ դիմել եմ մեր մոտի կադաստրի կոմիտեն, ես գիտակցել եմ, որ պետության պետական
աշխատողի պետության ներկայացուցիչի հետ գործ ունեմ, այսինքն ինքը երբեք չի կարող խաբի, ու եթե դու էլ խաբեբար չես, ազնիվ մարդ ես, ու սաղ կյանքդ հիմնականում ազնիվ պետական ծառայողների, աշխատակիցների հետ ես գործ ունեցել, երբեք որևէ մեկը ինչ-որ կասկած չի հարուցել քո դեմ, որ դու հետագայում ինչ-որ մարդկանց թեկուզ կասկածես, թուղթ տված ստուգես, հիմա 2016 թվականից հետո ես տենց եմ անում, այդ ինչ թուղթը տալիս է, ես անպարտադիր ստուգում եմ, չափսկելի հաշվում եմ, ինչ-որ բան գրածկելի դրա հիմքերն եմ ստուգում եմ, այսինքն այլևս ես չեմ վստահում, իսկ այն ժամանակ ես վստահել եմ ու դրա համար էլ 18 տարի հետո ես այս խնդիրների առաջ եմ գալու։ Ու հիմա ես նորից ասում եմ, էլ կարճ կապեմ, ոնց որ շատ երկարացեմ, ժողովուրդ ջան, ես դիմելու եմ մեր մոտ որակավորված մասնագետ Միջով Փաթորից տրամադրեն ու գա խոստանա, որ 10-ից 15 օրվա ընթացքում այդ հարցերը ինքնօրինական այդ հաշվառման կվեկալը կդզեն այդ տան դիրքերը, պատերը հաշվառման կվեկալեն, եթե որակավորված մասնագետի խնդիր ես չկարողացան լուծեմ, էլ եմ մարդկանց վրա եմ բաման, այս ժամանակ ես դիմում եմ գրելու Հայաստան Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին, ու փորձելու եմ, խնդրելու եմ, որ աշխատանքային խումբ ուղարկի, որպեսզի այդ աշխատանքային խումբի միջոցով ես այդ ամեն ինչ անեմ, ճիշտ է 2008-ին ես վճարել եմ, բայց այս անգամ էլ այդ աշխատանքային խումբը որ գա, ես պատրաստ եմ այդ աշխատանքային խմբի բոլոր ծախսերը, կադաստրային այդ գործողությունների ծախսերը, կելի ճանապարհային ծախսերը, ես պատրաստ եմ վերցնեմ իմ վրա իմ անձնական ֆինանսական միջոցների հաշվին անեմ։ Ես նույնիսկ դրա համար ապրիլանցից կնոջս անունը վարկ եմ վերցրել։ Այդքան բան, ժողովուրդ ջան, այսինքն այդ աշխատանքային խումբն էլ, որ ես խնդրեմ ուղարկեմ, ես չեմ ասել պետության հաշվին, ինչ էլ է, չի էլ է կհաշվեմ, հող այսքանով չեմ առել, ինքանով եմ առել, կարևորը, որ այդ աշխատանքային խումբը գա, ես բոլոր այդ ծախսերը կանեմ, գան օրինական իմ սահմանների նշած կետերը ցույց տան, տանս դիրքը ուղղեն ու 90 թվականի կառուցված եւ բանը այդ 2007 թվականի կառուցված այդ հենապատերը եթե պետք է օրինականացվի, ուրեմն հաշվառման վեկալն օրինականացնի։ Իմ հողամասում էլի պատեր կա 2021 թվականին 22-ից կառուցված, բայց ես դրանց մասին հələ բան չեմ անում։ Հիմա իրանք դրանք էլ հաշվառման կվեկալեն, չեն վեկալի, արդեն իրանք գիտեն օրենքը ոնց թելադրում է, այդ համապատասխան մասնագետները իրանք են, իրանք կորոշեն այդ էլ հաշվառման վեկալ, իմ համար լավ կել, որ այդ էլ հաշվառման վեկալն օրինականացնեն, բայց եթե կասեն տարի թվերի ինչ-որ խնդիր կա բաման, ուրեմն թող 90 թվականի ու 2007 թվականների այդ պատերը հաշվառման վեկալն օրինականացնեն, տան, որ ես էլ իմանամ ամեն ինչ նորմալ է։ Այսքան բան, ժողովուրդ ջան, վերջում քանի որ ինչի համար ես ուղիղ եթերին մելելու օգտվելով առիթից այդքան երկարացրամ ես ուղիղ եթերը, հերթական անգամ կրկին իմ խորին մեծ երախտիկը ու շնորհակալությունը մատնում Վերնիսաժի արևանությամբ գտնվող Հայաստան Հանրապետության կադաստրի կոմիտեի այդ խորհրդատվական կենտրոնի գրասենյակի համար առաջի պատուհանի աշխատակցում իր բարեխիղճ ազնիվ բարեամպյուր աշխատանքի համար ինքը նաև խորհուրդներ էր, այն հարցը ինչը ինձ ոգևորեց, որ մինչև ես որ պետք է իրան հարցնեմ քույրի ջան, բա կարանք այս բանը սենց արենք են անենք,
ինքը արդեն օրենքը հերթով թելադրում է, որ դու կարաս այս բանը սենց անես, այն բանը կամ եթե պետք է այս կրիչով ուզում ես էլի բանկա առանձին պապկա սարքել, այսինքն այն ինչ ես պետք է չի մասում, այդպես պրոֆեսիոնալ աշխատակցուհի էր, ես անես տպավորությունը ոնց որ մեր Եղեգնաձորի աշխատակցուհիների հետ շփվեմ, որովհետև իրանք այդպես բարեխիղճ ազնիվ աշխատակցուհին են, ասված թող իրենց բոլորին է պահապան ժողով ջան, ստեյջին ձեզ, ստեր ոնց որ միտինգ ինչա էլեմետ եմ չասեն քաղաքականացնում է ժողով ջան, էլեմետ եմ իր գործերից եմ տեղամետի շտկտել են ուղարկել, էսա ոնց որ դրագրով բանել են եկել, ինչ-որ բան է նախաձեռնում, էլեմետ եմ չխարն են ասեն եկել եմ միտինգ անում, դուք գիտեք, ես քաղաքական կողմնորոշում չունեմ, եթե մի խնդիրով զբաղվում եմ, անհայտ խնդիր ունեցող հարցերով եմ ես զբաղվում, սա մեր ոստիկան աղբերները։ Լելանք ժողովուրդ ջան։ Լելանք ժողովուրդ ջան, վերջում ուզում եմ ասեմ, Եղեգնաձոր քաղաքում օրինականություն, սոցիալական արդարություն և հավասարություն լինելու է, այդ օրը գալու է, ես չգիտեմ ով կբերի այդ օրինականություն, սոցիալական արդարություն, հավասարությունը, բայց այդ օրը գալու է, ստեյջին Աստված ձեզ մեզ և ազգիս մեջ պահապան։